Այդ հասարակական կազմակերպությունը, որը ստեղծվել է, այդ ասոցիացիան, ինքը ղեկավար կազմի առողջապահական կողմից ստեղծված էր եւ իմ համար տարօրինակ էր, որ ասոցիացիայում նախարարը ոչ թե հրավիրված էր, այլ այսպես ասած վարող եւ ղեկավար կազմ էր ներկայանում։ Իրականում շատ մի վտանգավոր բան է անում այս պահին առողջապահության նախարարությունը, ինքը բոլոր տեղերում պարզաբանում է, որ եթե խնդիրներ էլ կան, ուրեմն մեզ ասոցիացիաները, խորհրդատուները, այսինքն մասնագիտական հանրույթը ճիշտ չի տեղեկացրել, որովհետև մենք այս ամեն ինչը իրենց հետ քննարկված ենք արել։ Սակայն իրենք այո հասկանում են եւ չնայած որ հանդիպումը փակ է եղել, մենք պարզապես տեսնում ենք մի այսպես երաժշտական գովազդի նման մի բան, սակայն ես ունեմ տեղեկատվություն, որ այդտեղ եղել է հստակ խնդրանք հանձնարարական, որպեսզի տան առաջարկնել վերանայելու համար սակագնային այսպես փաթեթները, այսինքն ապահովագրական փաթեթների գները, ինչպես նաև բուժ անձնակազմի հետ կապված վճարման խնդիրները։ Այսինքն բժշկական կենտրոնների ղեկավարությունն է բարձրաձայնել այդ։ Իրենք չէ, ավելի շատ նախարարը բոլորին իմ կարծիքով հավաքել էր, տվել է խիստ հանձնարարականներ, որ տան խնդրահարույց գները նորից, որպեսզի կատարվի ապահովագրական հիմնադրամի կողմից վերանայումներ։ Եվ այսօրվա մեր միջոցառումը, ինչպես նաև մեր լսումներ կազմակերպելու խնդրանքը հենց դրան է վերաբերվում, ցանկալի կլինի, որ առողջապահության նախարարության ղեկավար կազմը նաև նստի մի ընդհանուր սեղանի շուրջ մասնագիտական հանրույթի հետ, որպեսզի կարողանանք այս բոլոր խնդիրները հերթականությամբ լուծել։ Օրեր առաջ գիշերը 12:00 քաղաքացի է զանգում, որը որ ներկայացնում է մի խնդիր, լուրջ խնդիր, 200 եւ ավել ճնշումով քաղաքացու կանչը ըստ չափորոշիչի ժամանակի չէր սպասարկվել։ Իհարկե, սա շատ լուրջ խնդիր է, որովհետև այդ գանգատով հիվանդները համարվում են առաջնահերթ կանչ սպասարկման խնդիր ունեցողներ եւ տարօրինակ պատասխան էին տալիս սկզբից հարազատներին, այնուհետև ինձ, որ ձեր կանչը սպասման մեջ է։ Եվ մարդիկ տարակուսած են, ասում են արդեն չենք կողմնորոշում, շտապօգնություն ենք զանգում, վիվասել թե բանկ։ Դրա հետ կապված եղավ այսպիսի պարզաբանում, որ աննախադեպ կանչերի թիվ ենք ունեցել, չնայած այդ օրը քաղաքում ոչ մի աննախադեպ իրավիճակ չէր եղել շտապօգնության կարիք ունեցող եւ այդպես լինում է եւ այն հարցին ինչու այդ աննախադեպ վիճակները չափորոշիչներում սահմանված չեն, չունեցանք պատասխան։ Այնպես որ մենք այո ունենք լուրջ խնդիր եւ բարձրաձայնեցին շատ քաղաքացիներ ավելի վատ իրավիճակներ, որ իրենց շտապօգնությունը հասել է 1 ժամ հետո, 2 ժամ հետո, այսպիսի արձագանքներ եղան, որը լուրջ մտածելիք է տալիս առողջապահության նախարարությանը այս ծառայության հետ կապված, այսինքն Հայաստանի Հանրապետության բարեփոխված շտապօգնությունից շատանում են բողոքները։ Հաստորեն նախարարությունը ինչ ուզում է անել դեպի լավը եւ առողջապահության ապահովագրությունը եւ բարեփոխված շտապօգնությունը, բայց բացասական հետևանքների է հանգեցնում։ Ճիշտ ասած, վերջի տարիներին իմ համար ամենասիրելի արտահայտությունը դարձել է այն, որ կադրերը որոշում են ամեն ինչ։ Եվ անփորձությունը, անտարբերությունը, մարդասիրության պակասը բերում է այսպիսի իրավիճակներին, որովհետև պետք է ամեն մի կանչի հետևում ոչ թե տեսնել գործ, որ անում են, այլ մարդ, որը որ կյանքի ու մահվան մեջտեղը սպասում է շտապօգնությանը։ Եվ մնացած բոլոր խնդիրները եւս դրանից են գալիս։ Տիկին Պողոսյան, հունվարի եւ այսօրվա դրությամբ ինչ որ դրական փոփոխություն չկա դեռևս այս առողջության ապահովագրության համակարգում, որ ինչ որ մի բան դեպի լավը փոխված լինի ի նպաստ քաղաքացու։ Դրական է այն, որ լսում են, սկսել են լսել կարծիքները, դրա արդյունքում
30% բուժանձնակազմի վճարման տոկոսը բարձրացրեցին 35%, իհարկե դա այդքան էլ տենց մեծ արդյունք չի, բայց արդյունք է։ Հաջորդը, որ իրավական ակտերը ուշ են ընդունում, որի արդյունքում բնակիչները օգտվում են, օրինակ դեռ դրված չի դեղորայքի սահմանափակման գումարը, դեռ ընդունված չի, որ պետքա դառնա յուրաքանչյուր պաթոլոգիայով 36,500 դրամ եւ այս պայն բնակիչները դեղորայքից օգտվում են առանց այդ սահմանափակման։ Կարծում եմ մոտ ապագայում շատ օրերի խնդիր է նաեւ կդրվի այդ սահմանափակումը, դեռ չեն դրել այդ սահմանափակումը։ Իրականում պետք է լսեն մասնագիտական հանրույթին եւ պետք է եզրահանգումներ անեն, դրանից։ Կարծում եմ, որ եթե լինեն կառուցողական դաշտում, ապա կփորձեն գոնե ինչ-որ չափով կարգավորել այս կարևոր ռեֆորմի ներդրումը եւ բացառել ձախողումները։